Պաշտոնական տեսքով, կոստյումներով ու փողկապներով մոտ 150 երիտասարդներ այսօր ու վաղը Երևանում քննարկումներ կանցկացնեն հայ-ռուսական դարավոր բարեկամությունը ամրապնդելու համար։ Հայ-ռուսական երիտասարդական առաջին համաժողովի մասնակից Սոս Հակոբյանը կառավարման ակադեմիայի ուսանողական խորհրդի նախագահն է, ապագա իրավաբան։ Նպատակը այսօր այն է, որ որոշակի ուղենիշեր գծել համագործակցության, հասարակական կազմակերպությունների, երիտասարդության եւ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ, որը հույսով ենք կստացվի։ Եվ իմ կարծիքով ողջունելի է, քանզի օգուտ են տալիս այն միջոցառումները, որոնք համահունչ են երկրի քաղաքականությանը տարվող, այսինքն ինտեգրացիոն process-ներին։ Ալեքսեյ Լյուբցովը ռուսական կողմի կազմակերպիչներից է։ Որքան հաճախ եւ շատ հանդիպեն մեր երիտասարդները, որքան հասարակական կազմակերպություններ համագործակցեն միմյանց հետ, այնքան կամրապնդվեն հայ-ռուսական հարաբերությունները։ Երևանի կենտրոնում բարձրակարգ հյուրանոցներից մեկի 4 տարբեր սրահներում հավաքված երիտասարդները ծանոթանում էին, քննարկում տարբեր ոլորտներում համագործակցության հնարավորությունները։ Մասնակիցների մեջ մեծ թիվ էին կազմում երկու երկրների երիտասարդական խորհրդարանների անդամները։ Ներկայանալիս կուսակցական պատկանելությունը շեշտում էին հատկապես իշխող կուսակցության անդամները։ Չէին թաքցնում, որ նպատակ ունեն պետական ծառայող դառնալ։ Հայ-ռուսական մերձեցման համար սրահներից մեկում անգամ անսպասելի առաջարկ եղավ կազմակերպել պատերազմի մասին երգերի փառատոն։ Фестивали чтения стихотворений о войне, песен о войне, в том числе в исполнении ветеранов войны. Вы знаете, как они поют? Վիկտորիա Սալտիկովան երիտասարդ ձեռներեց է։ Գիտի ժամանակը փող է, չի ուզում, որ այստեղ անցկացրած քննարկումները լոկ խոսք ու զրույցով ավարտվեն։ Հույս ունեմ, որ Հայաստանում այս ֆորումն ավելի արդյունավետ կլինի եւ ձևական կողմից կանցնենք նաեւ կոնկրետ գործողությունների։ Հայ-ռուսական երկօրյա համաժողովը Հայաստանի բյուջեի վրա կնստի ավելի քան 10 միլիոն դրամ, որի կեսից ավելին ի դեպ նախատեսված է հյուրանոցի, դահլիճների, տրանսպորտի, ինչպես նաև ճաշի ու հուշանվերների համար։ Ավարտին էլ 1.5 միլիոն դրամ կտրամադրվի կենտրոնի ամենաթանկարժեք ռեստորաններից մեկում ճաշելու համար։ Ընդ որում, մեկ անձի ընթրիքը կարժենա 19,000 դրամ։ Բացի ավանդական խորովածի տեսականիներից ու իշխանից, հայ եւ ռուս երիտասարդները կվայելեն աղթամար կոնյակ ու Ֆինլանդիա օղի։ Համաժողովի այս ծախսն դիմախոսներից շատերն էին քննադատել։ Հայկական կողմի կազմակերպիչ, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության ներկայացուցիչ Դավիթ Հայրապետյանը սակայն համաձայն չէ այդ քննադատության հետ։ Ես նախ չեմ ուզենա ասել աղքատ երկիր ենք, ուրեմն մեզ պետք է աղքատի նման պահենք։ Լավ, եթե ընդունենք նույնիսկ ճակերտավոր, որ մենք աղքատ երկիր ենք, պետք է հրաժարվենք աշխարհի հետ շփվելուց եւ ամփոփվենք մեր խեցու մեջ ու ասենք մենք աղքատ երկիր ենք, դա երբ պարտվողական քաղաքականություն կլինի մեր կողմից։ Մենք չենք կարող նույն ռուսական կողմի, երբ որ ինքը մեզ հրավիրում է իրենց մոտ ֆորումի, ասել գիտեք ոնց մենք աղքատ ենք, դուք մեզ մոտ մի եկեք, բայց մենք ձեր մոտ կգանք։ Իդեպ համաժողովին մասնակցում էին նաև ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի անդամներ։ Կարեն Թովմասյանն ասում է, որ ՀԱԿ-ը լինելով բոլոր երկրների հետ բաց համագործակցության կողմնակից չի մերժել հրավերը, չնայած համոզված են, որ այս դեպքում էլ կառավարությունը պետական միջոցներ է վատնել։ Ես գտնում եմ, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ցանկացած տեղից փորձում է փողերի լվացմամբ զբաղվել, բայց ասենք դա չի նշանակում, որ եթե համագործակցություն տարբեր երկրների հետ կարևոր է եւ կառավարությունը դա օգտագործելով փորձում է փողերի լվացումով զբաղվել, պետք է քննադատել այդ համագործակցությունը եւ բոյկոտել նման խորհրդաժողովները